Ողջույն սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք կեսար աղցան իմ բաղադրատոմսով, ասել որ նախապես այսպես երկար կտրատել եմ հավի կրծքամիսը և համեմել եմ այն աղացած սև և կարմիր պղպեղով, նաև ավելացրել եմ կարի համերում և թողել եմ այսպես որ մի քիչ համ տա, մինչև տապակելը։ Այն բոլոր մյուս բաղադրիչները ունենք այստեղ ռուկոլա, հազարի տերևներ, փոքր խրխրթան հացիկներից, այս լոլիկից չոր, եթե չունեք տանը, կարող եք սովորական չերի լոլիկ օգտագործել, և այս պանիրը հնգրանապաղանում, եթե չունեք այս պանիրից, կարող եք օգտագործել պարմեզանը, քանի որ նրանք շատ նման են իրար, և իր երկու սալսաները, մոստասան և կեսար սալսան։ Վերցնում ենք մեծ ափսե և հերթականությամբ ավելացնում ենք բոլոր բաղադրիչները։ Եթե մոստասա սոուսից ձեզ մոտ չեն վաճառում, կարող եք ինքներդ պատրաստել։ Պատրաստելու համար անհրաժեշտ է մանանեխ 2 ճաշի գթալ, ավելացնում եք քամած կես կիտրոն և 1 ճաշի գթալ մեղր, բայց ավելացնելուց առաջ մի փոքր տաքացրեք մեղրը, որպեսզի լինի գոլ վիճակում, որ հեշտ լուծվի։ Սիրելիներս, մեր աղցանը պատրաստ է և մատուցելուց առաջ այսպես գեղեցիկ տեսք եմ տալիս քացախի բալզամով։